Խոսելու եմ մեդիայի մասին, ինչպիսի ազդեցություն է ունենում նա մարդկանց կյանքի վրա, դրական եւ բացասական կողմերի մասին, չնայած դրականը այդքան էլ շատ չի։ Այսօր մեդիան չի աշխատում հիմնականում տեղեկացնելով, ավելի շատ մարդկանց ներվերի վրա է ազդում։ Մեդիայի համար դու մարդ չես, դու դիտում ես, դու թրաֆիկ ես, դու գովազդի գումար ես։ Ամեն ինչ ես բացի մարդուց։ Մեդիան վաղուց է հասկացել, որ եթե նյութը մարդուն չխոցի, չեն նայի, եթե չբարկացնի, չեն մնա այդ մեդիայի տիրույթում։ Այս ամենը իրականացվում է բնականաբար մարդկանց թիրախավորելու ֆոնին։ Մեդիայի համար մարդուն թիրախավորելը համար 1 նախապայմանն է դիտումներ հավաքելու համար։ Մարդկանց թիրախ դարձնելու 3 հիմնական տեսակ կա։ Առաջինը դա հանրային մարդն է։ Դերասան, երգիչ, պաշտոնյա, աստղ։ Այստեղ մեդիան մի բան հստակ գիտի։ Մարդիկ սիրում են բարձրերին գցել ներքև, հատկապես մեր միջավայրում, որտեղ շատերը իրենց կյանքից գոհ չեն, բայց ուրիշին դատելու ուժը միշտ էլ կա։ Երկրորդ կատեգորիան դա սովորական մարդն է։ Այս ամենավտանգավորն է։ Սովորական մարդու կյանքը վերցնում են ու սարքում սենսացիա։ Մայրը երեխային թողել է, աղջիկը դավաճանել է, սկանդալ սրճարանում։ Ասեմ, որ որպես սովորական մարդ, չնայած ես այդքան էլ սովորական մարդ չեմ, մի քիչ բարձր եմ սովորական մարդուց։ Ես ինքս նույնպես ենթարկվել եմ այս մեդիայի ազդեցությանը, հա։ Այ օրինակ տարիներ առաջ 22 թե 23 թվականներ, հստակ չեմ հիշում, մի սովորական գրառում էի արել, ոչ մի սկանդալային սենսացիոն բան չկար այդ գրառման մեջ։ Որտեղից որտեղ մի ոչնչություն կամ աննորմալ վերցնում է իմ այդ գրառումը ու տալիս է մեդիային, որպես սենսացիոն ինչ որ գրառում, ցնցող ինչ որ տենց երևույթ կամ չգիտեմ, ինչ որ տենց այդ սովորական գրառումից այդ լրատվականները սարքում են սենսացիա ու բազմաթիվ աննորմալներ այդ լուրը կարդալուց հետո կամ լսելուց հետո ուղղակի հայհոյանքներով հարձակվում են իմ բոլոր էջերի վրա։ Այդ հարձակումներից տուժում են իմ բիզնես էջերը, իմ համբավը, իմ սոցիալ հասարակական դիրքը, հա, հասարակության մեջ։ Տուժելը մի քիչ ճոխ ասեցի, այդ այն մարդկանց համար է այդպես, ովքեր որ այդ հիմարությանը լուրջ են վերաբերվել, բայց խելամիտ մարդիկ հասկանում են, որ որը որից հետո է։ Այսինքն ոչ թե իմ համբավն է տուժել, հա, տուժել է, որովհետև մարդկանց մեծամասնությունը չի հասկանում ինչ է կարդում։ Հիմնականում այդպես խելքով չփայլող հանրությունն է, մեծ մասը, դրա համար էլ իրենք կարող են ինչ-որ եղանակ թելադրել, հա, ինչ-որ մեկի համբավի մասին, բայց ես գիտեմ ես ով եմ, չնայած իմ իմանալը շատ քիչ է, մարդկանց մեծամասնությունն էլ պիտի հասկանան։ Համենայն դեպս եղավ այնպես, որ մեդիան իմ կյանքի մեջ ուղղակի շատ բաց դեր խաղաց։ Ու այս ամենը տարավ նրան, որ հետագայում եթե ինձ ինչ-որ հաղորդաշարի հյուր կանչեն կամ ընդհանրապես մեդիայի հետ ինչ-որ առիթ ունենամ շփվելու, ես ուղղակի կատեգորիկ չեմ շփվի։ Ոչ մի մեդիայի, ոչ մի լրատվականի, ոչ մի հաղորդման հյուր չեմ գնա, որովհետև իրենք չեն հասկանում ինչ են անում։ Իրանց պետքա սենսացիա, իրանց դու չես հետաքրքրում ընդհանրապես դու ով ես, ինչ ես, ներսում դու ով ես։ Այդ թիրախը, որը որ իրանք սարքում են ձեզանից, իրանց չի հետաքրքրում դուք ով եք։ Իրանց պետքա ձեր հաշվին ինչ որ դիտում հավաքել։ Լավ, շատ խոսեցի իմ մասին։ Երրորդ կատեգորիան դա խոցելի մարդն է։ Այստեղ արդեն մեդիան դառնում է իսկական գիշատիչ։ Սկսում է այս խեղճ մարդկանց կյանքը առանց այդ բարդ կյանքը, դժվար կյանքը էլ ավելի խեղաթյուրել։ Այս է իրականությունը։ Իսկ հիմա այն մասին, թե ոնց են իրանք դիտում հավաքում, այսինքն հոգեբանական մեխանիզմը։ Նյութը առաջին հերթին պետքա պարունակի զզվանքի եւ հետաքրքրասիրության խառնուրդ։ Բարկացնող նյութեր։ Այ քիչ առաջ ասացի, որ իմ հետ պատահած դեպքը հենց այդպիսին էր, իմ ստատուսից ինչպես էին բարկացնող աուրա ունեցող նյութ հավաքել ու այդքան աննորմալի իմ դեմ լարել։ Հենց այդ բարկացնող նյութերն են, որ ամենաշատն են մարդիկ նայում։ Մարդիկ սկսում են հավաքվել ու թիրախին քարկոծել։ Այստեղ հանրությունը դառնում է դահիճ, դատավոր, հատախազ միաժամանակ։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է։ Իրանց վերնագրերն է։ Գրում են այնց մի բան, որ դու ուղղակի այդ չես բացում նայես ինչ ա գրած այնտեղ։ Միանգամից ենթադրություններ ես անում։ Սովորաբար սկսվում են այսպես. չեք պատկերացնի ու այս ինչ բան արեց։ Կամ սարսափելի դեպք ու ինչ որ մանրամասն չի ներկայացվում, ինչ որ օթից ինչ որ բան են վերցնում, դնում են կողքը ու մարդիկ արդեն սկսում են ենթադրություններ անել։ Շոկային մանրամասներ հաջորդը։ Կամ գրում են տարածվել է տեսանյութ ու այդտեղ մարդիկ արդեն էլի իրանց հիվանդագին ֆանտազիային են զոր տալիս, որ հասկանան ինչ ա կատարվելու հետո։ Սա դասական մանիպուլյացիա է։ Այսպես լրատվականները մարդուն սարքում են մատերիալ։ Լրատվականը մարդուն չի տեսնում որպես մարդ, ինքը մարդուն տեսնում է որպես սյուժե։ Իսկ աղետը դառնում է ռեյտինգ։ Ու ամենասարսափելի, մարդիկ սկսում են դա արդեն նորմալ ընկալել։ Իսկ հիմա հետևանքների մասին, թե ինչ հետևանքներ են ունենում սրանք մարդկանց վրա, հոգեբանական վնասները։ Դրանց պատճառով մարդը սկսում է ապրել մշտապես լարված։ Կորցնում է կարեկցանքը, դառնում է կասկածամիտ, մտնում է դատելու կամ զրպարտելու ռեժիմի մեջ։ Սրանք իսկական հոգեբանական մանիպուլյացիայի ֆաբրիկա են։ Ու դրա վրա աշխատող մարդիկ ընդհանրապես չեն մտածում, թե իրանց թիրախի հետ ինչ կլինի իրանց պատճառով։ Իրանց համար կարևոր է մի բան՝ դիտում, տարածում, գովազդ ու լիքը փող։
Մնացածը ջայն ա։ Այսօրվա մեդիան մի շատ վտանգավոր բան ա արել։ Մարդկանց սովորացրել ա ուրիշի ցավին նայել որպես սերիալ։ Ու եթե վաղը քեզ հետ մի բան լինի, այդ նույն մեդիան կգա, կմտնի քո տուն, կնկարի քո տունը, կվերցնի քո անունը ու կդնի վերնագիր։ Շոկային դեպք, մանրամասները կոմենտում։ Ու իրանց չի հետաքրքրի դու մարդ ես, թե պարզապես հերթական նյութ է։